Բարի ուշ երեկո, սիրելի հայրենակիցներ, արգելի հետևորդներ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է զարմացնել մեր հասարակությանը, տարածորեն 1-2 ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը իր X բլոգում մի գրառում է դրել, որով շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին Կուրբան Բայրամի տոնի առթիվ։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, նույնիսկ նախապատերազմյան փուլում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն, բայց նույնիսկ ամենավարդագույն երազի մեջ կամ ամենատխուր երազի մեջ, ավելի ճիշտ կլինի ասել, չեմ կարողացել պատկերացնել, որ այդ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա մեր ստորացման, մեր նվաստացման հաշվին։ Ընդհանրապես դիվանագիտության մեջ չկա պրակտիկա, երբ երկրները շնորհավորական ուղերձներ են փոխանակում այն պարագայում, երբ չունեն դիվանագիտական հարաբերություններ, առավել ևս երբ գտնվում են հակամարտության ռեժիմում։ Իհարկե, երբեմն ժեստեր լինում են, բայց այդ ժեստերը փոխադարձ պիտի լինեն։ Այս պարագայում քստնելի է Նիկոլ Փաշինյանի շնորհավորանք, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է խաղաղության պայմանագիր ստորագրել, Ադրբեջանը Բաքվի զնդաններում պահում է մի քանի տասնյակ հայ ռազմագերիների եւ ինչպես երեք Արարատ Միրզոյաններ խոստովանում, հրաժարվում են նրանց ազատ արձակելու շուրջ որևէ բանակցությունից, հենց այսօր առավոտյան կամ անցած գիշեր Սյունիքի Արավուց բնակավայրի մոտից մոլորվել են կամ գերեվարվել են 2 հայ երիտասարդներ, այս պահին եւ տեղի ունենում մեր տեսագրությունը, տակավին անհայտ է նրանց ճակատագիրը, արդյոք Կուրբան Բայրամին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է եւ ստիպված է դա արել, որպեսզի այդ 2 երիտասարդներին Ադրբեջանը փաստորի թե դարձյալ գցնել է Ալիևին առանց որևէ հաշվարկ ունենալու եւ առանց որևէ փոխադարձ ակնկալիքի։ 2 երիտասարդների գերեվարության ֆոնին Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների կտանքների ֆոնին Նիկոլ Փաշինյանի այս շնորհավորական ուղերձը չի մտնում որևէ դիվանագիտական ժեստի տրամաբանության մեջ։ Ասենք ինչի եմ զարմանում այսօր ճիշտ այն պահին, երբ ամբողջ երկրին մտահոգում էր այս 2 երիտասարդների ճակատագիրը, Նիկոլ Փաշինյանը շարունակում էր եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իր գռեհիկ արշավը, կարծես թե երկրում ոչինչ չի եղել։ Փաշինյանը այսօր առնվազն 3 գրառում է արել այդ թեմայով։ Ընդ որում, եթե մինչև այսօր Փաշինյանը պնդում էր, որ սպասում է հարցերի պատասխանների, ասենք նա ակնկալում էր, որ կաթողիկոսը պետք է պատասխանի խախտել է թե ոչ կուսակրոնության ուխտը կամ ունի երեխա թե ոչ, արդեն այսօր Փաշինյանը վապանք է գնացել, պնդում է արել, որ կաթողիկոսը երեխա ունի, նման ցինիկ գռեհիկ ոչ ըստ էության Նիկոլ Փաշինյանը ուզում էր կռիվ, հակադրություն, բարիկադներ, դա նրան շատ պետք էր, նա ամեն կերպ եկեղեցուն տրտում էր, որպեսզի մտնի բաց առճակատման ու կոնֆլիկտի մեջ, եկեղեցին մնաց իր բարձրության վրա, չգնաց նման հակամարտության Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը սպառվում է եւ նա արդեն ըստ էության վապանք է գնում։ Նրա ստորադաս պաշտոնյաները շարունակում են նույն ցինիկ ոճը, օրինակ Նիկոլ Փաշինյանի հայոյանքները նրա արդարադատության նախարարը գնահատում է որպես սուր երանք պարունակող բառամթերք։ Արդարադատության նախարարը կին է Սրբուհի Գալյանը եւ եթե նա ընդամենը սուր երանք պարունակող բառամթերք է համարում փողոցային բառապաշարը, ապա ես նրան ընդամենը մեկ մաղթանք ունեմ,
Թող սրանից հետո այդ նախարարի թերացումների պարագայում Նիկոլ Փաշինյանը նրա հետ խոսի սուր երանգ պարունակող նման բառամտերքով։ Կամ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը հայտնի բանջարաբոստանային կուլտուրայի անունով է ավելի շատ հայտնի, ասում է, որ ոչ թե թող Փաշինյանի խոսքի վրա կենտրոնանալ, այլ նրա բովանդակության։ Այս մարդիկ մոռացել են, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի սահմանադրություն իր 17-րդ հոդվածով, որը իշխանություններին թույլ չի տալիս միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Եկեղեցին եւ պետությունը անջատ են։ Հիմա իհարկե նրանք խոսում են օրենսդրական ինչ-որ փոփոխությունների անհրաժեշտության մասին, բայց ինչի մասին պիտի լինեն այդ օրենսդրական փոփոխությունները, երբ քաղաքակիրթ ամբողջ աշխարհում, բոլոր երկրներում եվրոպական արևմտյան եկեղեցին ու պետությունը անջատ են։ Իսկ իրենք խոսքով իբր Հայաստանը տանում են դեպի Եվրոպա խոսքով, բայց ավտորիտար մի այնպիսի համակարգ են ստեղծել, որտեղ նեպոտիզմը, հայերեն բառով ասեմ, որպեսզի հասկանաք, հարազատապաշտությունը դարձել է այս իշխանության գլխավոր զենքերից մեկը։ Երեք հայտի դարձավ, որ ներդրումների աջակցման կենտրոն պետական հիմնադրամի տնօրենը նշանակվել Գոհար Աբաջյանը, ով չգիտի ասեմ, Գոհար Աբաջյանը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինն է։ Իդեպ, այս նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է Արարատ Միրզոյանը։ Սա դասական նեպոտիզմի դասական դրսևորում է կամ շահերի ակնհայտ բախում կա այստեղ։ Եթե նման բան այլնեին նախկին իշխանության ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանի բերանը փակել ուղղակի հնարավոր չէր լինելու։ Բայց նա այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ու փաստորեն հաշտ է այն իրավիճակի հետ, որ Գոհար Աբաջյանը իր նախարարներից մեկի կինը, ընդ որում այն նախարարի, որ այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, նշանակվում է ուրեմն այդ հիմնադրամի տնօրեն, որտեղ կա նեպոտիզմ, որտեղ կա շահերի բախում, այդտեղ կոռուպցիան անխուսափելի է։ Ըստ երևույթին եկել է Արարատ Միրզոյանի եւ նրա ընտանիքին կարկանդակ կամ բլիթ տալու ժամանակ։ Ինչու եմ այսպիսի պնդում անում։ Ժամանակին գոյություն ուներ նման մի հիմնադրամ, իհարկե դրա հոգաբարձուների խորհրդի նախագահը ոչ թե Փաշինյանն էր, այլ Տիգրան Ավինյանը, անիվ։ Այս անիվը դարձել է Հայաստանի գործող իշխանության կոռումպացվածության հուշարձանը։ Բազմաթիվ սկանդալներ, միլիոնավոր դոլարներ, տասնյակ միլիոնավոր դոլարներ են մսխվել անիվում։ Անիվը մի կերպ փակեցին, այդ փողերը ով է կերել, ում հովանավորությամբ է կերել, ինչպիսի հատկատներ եւ յուրացումներ են արել, այդպես էլ քնում են մեղավորներ չեն պարզում։ Չնայած հայտնի է, որ Նկավինյանի ընկերներն են օգտվել, այլ իշխանավորների ընկերներ են օգտվել։ Հիմա անիվի կոռուպցիոն բացահայտումները չարած, առանց մեղավորներին պատժելու եւ պատասխանատվության ենթարկելու ստեղծում են նոր հիմնադրամ, որը իրավունք ունենք պնդելու, որ էլի կոռուպցիոն հետագիծ է ունենալու, որտեղ շատ պարզ է, չէ՞, եթե շահերի բախում, նեպոտիզմ կա միտեղ, ասում եմ, կա նաեւ կոռուպցիա։ Ենթադրաբար թե անիվի, թե նոր կոռուպցիոն ռիսկերի հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այլ հետևություն անել չէր կարող։ Կամ այսօր մի հայտարարություն է արել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նա ասել է, որ
կրթությունը նորաձև շարժումը, ուշադրություն դարձրեք, կրթությունը նորաձև շարժումը, որի հիմնադիրը Աննա Հակոբյանն է, ֆինանսավորվում է վարչապետի աշխատակազմի կողմից։ Փաստորեն, մենք պետական միջոցներով մեր հարկերի հաշվին միանճաշակություն, ապազգային ռաբիսություն է ֆինանսավորվում, որի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, դրական ազդեցությունը հանրության վրա հայտնի չէ։ Ընդհակառակը մենք դեպքեր գիտենք, որ այս կրթությունը նորաձև է շարժման ընդերքում ձևավորված մարդիկ, մեղմ ասած, գրեկաբանության և ապազգային դաստիարակության նմուշներ են։ Այս շարժման գլխավոր բանախոսներից մեկը Նիկոլ Փաշինյանը իր ընդդիմախոսներին համբալ է կոչում։ Մեկ այլ առիթով շինում է, երրորդ առիթով դոփում է։ Էլ չեմ ասում մյուս գռեհիկ արտահայտությունների մասին։ Ինչպես կարող է պետական ռեսուրսներով մի ծրագիր ֆինանսավորվել, որի գլխավոր բանախոսը սովորական մի խուժան է։ Կամ այս շարժման ընդերքում թրծված Արծրուն Հովհաննիսյանը հայտնվում է հանրայինի եթերում և երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մասին զարգացնում է կամ նացիստական Գերմանիայի մասին զարգացնում է բանդերական Ուկրաինայի թեզերը։ Եվ բոլորս գիտենք, որ կրթությունը նորաձև շարժումը Նիկոլ Փաշինյանի պաշտոնապես չմեկնարկած ընտրարշավի քողածասկույթն է։ Այսինքն ստացվում է, սիրելի հարգարժաններ, որ մեր փողերի հաշվին ֆինանսավորվում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավը, որի վերջնական նպատակը Հայաստանի Հանրապետության, երրորդ հանրապետության դեմոտանժումն է և իրական Հայաստան քողածասկույթի տակ Արևմտյան Ադրբեջան կերտելը։ Սա է իրականությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Սարդոստայնում և իր հետ դեպի անդունդն է տանում նաև մի ողջ երկիր, Հայաստանը։ Իհարկե, բոլոր տրամաբանական հաշվարկները, կանխատեսումները հուշում են, որ 2026 թվին Նիկոլ Փաշինյանը պարտվելու է։ Բայց զուր են ընդդիմադիր տարբեր սեգմենտներ շատ հանգիստ այդ կանխատեսումները անելով առանց տնային աշխատանքի պատրաստվում 2026-ին, որտեղ իշխանության մեխանիկական պարտություն չի լինում։ Մենք պիտի կարողանանք ճակերտների մեջ օգնել Փաշինյանին պարտության հարցում։ Եթե 2026 թվականին իրական քաղաքական այլընտրանքային բովանդակություն չլինի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է և ռեպրեսիաների և մանիպուլյացիաների միջոցով վերարտադրվել։ Իհարկե դա կլինի քաղաքական և բարոյական առումով, քաղաքական դիակի վերարտադրություն կլինի, սակայն նման տխուր հեռանկար հնարավոր է, եթե ընդդիմադիր լուրջ այլընտրանք չձևավորվի։ Եթե մենք ուզում ենք կասեցվի պետականության փլուզման այս ընթացքը, ապա կրկնում եմ, Փաշինյանին պետք է օգնենք պարտվելու հարցում։ Իրականում այդ կերպ մենք բոլորս հենց մեզ ենք օգնում, որովհետև եթե ամեն գնով Փաշինյանը 2026-ին կարճած մնա իշխանությանը, ապա դրանից հետո 6 ամիս հետո, 1 տարի հետո Հայաստանին սպասվում են քաղաքացիական ցնցումներ և բախումներ, որովհետև նման ցածր վստահության ռեսուրսով, նման բարոյական խոցելությամբ և քաղաքական սնանկությամբ այս իշխանությունը այլևս չի կարող վերարտադրվել։
Հետևաբար դիմում եմ ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, նրանց ղեկավարներին։ Եկեք կոնսուլտացիաների միջոցով միասին կամ առանձին մշակենք այն այլընտրանքային ծրագիրը եւ այն արդյունավետ մեխանիզմները, որոնք կբերեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացմանը 2026 թվականին։ Կամ մենք հեռացնելու ենք Նիկոլ Փաշինյանին եւ փրկենք Հայաստանի Հանրապետությունը, կամ Հայաստանի Հանրապետությունը մնալու է Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության եւ օտար օրակարգեր սպասարկելու քաղաքականության փլատակների տակ։ Կոնկրետ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը մշակում է մի ծրագիր, որը հանրությանը կներկայացնենք հուլիսի 4-ին, այդ ծրագիրը վերաբերում է 2026 ընտրություններին, մեր տեսլականին, ես վստահ եմ, որ ընդդիմադիր արդյունավետ գործունեության շնորհիվ կարող ենք անցյալ դարձնել Նիկոլ Փաշինյանի անպարունակ իշխանությունը։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ տարածեք այս եթերը, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, ինձ հետևեք նաև սոցիալական ցանցերում, Facebook-ում, Telegram-ում, TikTok-ում, X բլոկում։ Այսօր ասկանը լավ մնաք։